Պարոն Ջիմբաշյան, այսօր դուք ներկա եք Հայ հեղափոխական դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական միության բանակումի հոբելյանական 25-ամյա, այսպես ասած, փակման արարողությանը ինչ նշանակություն ունի սա ձեզ համար։ Ուսանողությունը Հայ հեղափոխական դաշնակցության համար բոլորովին սկիզբեն միշտ մեծ նշանակություն ունեցած է, կարևորություն ունեցած է։ Դաշնակցության հիմնադիրները իրենք երիտասարդներ էին, ուսանողներ էին նույնիսկ, եւ արդեն երկրորդ ընդհանուր ժողովեն սկսյալ մենք ուսանողական ներկայություն գտեցնենք այդ ընդհանուր ժողովներում մեջ, ասիկա կնշանակի, որ դաշնակցության համար ուսանողության դաստիարակությունը, ուսանողության ներկայությունը, ուսանողության կողմի մեջ թարմ մտածողության, նոր խաղապարներու բանի մեջ ուրեմն ներմուծումը գուսակցական գործի մեջ միշտ էական նշանակություն ունեցած են եւ կարեւորություն ունեցած են։ Այստեղ ես հիմա գիշեմ, որովհետեւ Հայաստանյան գազագերբության ուրեմն ստեզման աղունքներուն գտնված եմ, իբրև գործիչ այստեղ եկած եւ աշխատած եմ։ Մեր առաջին գործերը մեկը եղավ ուսանողական միություն ստեղծել, դաշնակցական ուսանողական միություն ստեղծել, եւ որոնք շատ էական գործ կատարեցին։ Հիմա եթե պիտի հիշեմ, մեր ուսանողներն շատ ճակատներուն վրա զոհկացին, բայց այդ ուսանողական միության ուրեմն կորզնեության շնորհիվ է, որ վերջիվերջո դաշնակցական բանի մեջ գազագերբությունը գազམ-ավորեցավ ստեղծվեցավ այստեղ։ Ամենից որ այս 25-ամյակը շատ էական նշանակություն ունի, եւ ես պիտի ուզեի, որ 25-ամյակի առիթով գազագերբական աշխատանքը եւ ուսանողության մեջ մեր խաղապարախոսության, դաշնակցական խաղապարախոսության դարաձումը դառնար բանի մեջ հիմնական նպատակ, հիմնական գործ, որովհետեւ այս խումբը ուսանողական միության անդամներու թիվը շատանար, որովհետեւ ես նաեւ կհավատամ, որ անոնց շատանալով եւ նաեւ առասարակ բանի մեջ երիտասարդության մեջ այդ խաղապարապանության դարաձումով մենք պիտի կարողանանք լուծել Հայաստանի մեջ գոյություն ունեցող խնդիրները, հարցերը եւ վերջիվերջո մեր պետությունը վերածել բանի մեջ իսկական ազգային պետության։ Պարոն Ջիմբաշյան, Հայ հեղափոխական դաշնակցությանը բոլոր ժամանակներում հաջողվել է Սփյուռքի երիտասարդական ուսանողական միությունները նաև կանգուն, ամուր պահել եւ այդ միությունների միջոցով նաև ակտիվ գործունեություն ծավալել, որն է հաջողության բանալին, որն է նախադրյալը կուսակցության։ Մենք ուսանողական միություններ շատ չենք ունեցած։ Դաշնակցական առաջին բանի մեջ ուսանողական միությունը, այսինքն գազագերբականորեն բանի մեջ ուրեմն դաշնակցական ուսանողական միությունը ստեղծված է Եվրոպայի մեջ 1902 թվականին։ Ուրիշ ուսանողական միություններ արտասահմանի մեջ 1-2 եղած է, անոնց մեջ ամենեն ավելի կարևորը էականը Գոյիթա Զավարյան ուսանողական միությունն է, որ սկիզբեն Զավարյան չէ գոչված, որովհետև Զավարյանը իր գործունեության ընթացքին իբրև Գիլիգիո շրջանի ուրեմն պատասխանատու գետրոնական կոմիտեի անդամ եւ որ գտնված է Բեյրութի մեջ, այնտեղ գտնվող արդեն այն ժամանակ երկու համալսարաններու մեջ, ֆրանսական համալսարանի մեջ եւ նաեւ ամերիկյան համալսարանի մեջ գտնվող հայ ուսանողությունը համախմբած է, անոնց մեջ խումբ կազմած է եւ առաջին գորիզը այդիկա եղած է։ Հետո այդ գորիզն է որ մեծավ, ընդարձակվեցավ եւ մանավանդ եւ որ քաղաքականությունն ալբանի մեջ շատ ցավ այնտեղ եւ բանի մեջ ուրեմն հայությունը մեծ թիվ գազմեց, ուսանողական միությունը մեծավ եւ դարձավ բանի մեջ Զավարյան ուսանողական միություն։ Այդ միությունը կարելի է ասել, որ այսօր աշխարհի զանազան վայրերու մեջ, Եվրոպայի մեջ, Ամերիկայի մեջ, Կանադայի մեջ եւ այլն ամենտեղ միջև Ավստրալիա մենք կտեսնենք, որ այդ ուսանողական միության անդամներն են, որոնք բանի մեջ ասկային մեր կորձի մեջ ուղղակի բանի մեջ ողնաշարի թեր կկատարեն։